Ըստ ինչու Փաշինյանի վերջո թույլ տվեց, որ Ամուլսարը շահագործվի։ Համա գնացել ձեր գործը։ Իրեն հարցրեք, ինչ ասեմ։ Նախկինում ակցիաներ էր, որ ասեմ թե կգուշակեք։ Ես գուշակությունից շատ վատ եմ, ասեք։ Որովհետև տականք է։ Որովհետև ինքը նպատակ ունի Հայաստանը վերացնի, որովհետև ուզում է մեզ թունավորի։ Եվ այլն, լիքը տես հարցեր կան։ Մի մարդ, որ երկիրը ծախում է։ Գոնե չնայած ռուսն ու թուրք տարբերություն չկա, բայց դե եթե կոնկրետ թուրքին է ծախում, էլ դրանից ավել էլ ինչ ուզես։ Իսկան բան։ Դե մեղավորը իհարկե առաջերտին մենք ենք, բայց դե ինչ ասեմ։ Ինչ կարամ ուրիշ ասեմ։ Եթե մեր ժողովուրդը չի ուզում ապրի, ուրեմն սենց պետք է լինի մեր վերջը։ Դե ինքն էլ ձեռը առնում, կարակ հեղափոխություն արեք, բայց հենց մի հատ մտքիդ տենց բան գալիս է, մի անգամից գալի տանում են։ Ոնց ձեռ առնելով երկիրը ծախում է, էլի։ Հենց որ չգիտեմ, ինչ անուն տամ սրա։ Տեղյակ չեմ այս նորությամբ, կներեք, երի տեղյակ չեմ։ Թույլ է տվել, ես տեղյակ չեմ։ Եթե թույլ է տվել, ուրեմն ինչ-որ լավ շանսեր կա, որպեսզի մեր հայազգը ավելի լավ ապրի։ Բայց ինչ են նախկինում ակցիաներ անում, ասում որ դա վտանգավոր է, ուր այդ վտանգը ձեր կարծիքով, ինչու է վտանգ։ Եթե մենք ունենք շահագործման լավ հանքեր, ուրեմն պետք է շահագործել, որպեսզի գումար աշխատի։ Ուրիշ ելք չունենք։ Իսկ քաղաքականությունից այնքան հեռու եւ բացարձակ չեմ ուզում այդ ավելորդիների մասին լսել ու խոսալ։ Ինչ ասեմ, երևի թե որպեսի ելնելով environmental բաներից ելնելով ավելի ճիշտ է որ չօգտագործի որ մնա այդ մաքուր բնությունը ճիշտ մնա մաքուր վիճակով իսկ երևի ֆինանսական ելնելով մտածելով երևի թե չեմ անում ճիշտ է որն է ես անձամբ կողմ եմ որ չօգտագործվի դա իմ անձնական կարծիքն է որովհետև մեր այդ բնությունը այդ մաքրությունը պետք է պահպանվի Ամուլսարը օգտագործվի մի 50 տարի փող կաշխատի Հայաստանի ինչ-որ մի որոշ մասը էկոնոմիկան կզարգանա հետո ինչ կլինի այդ կկեղտոտվի այդ ամբողջ շրջանը հետո ինչ անելու գետերը անտառները մարդիկ են չի ապրելու հազարավոր տարիներ Ես չեմ խառնում Ճիշտ ասած այդքան չեմ խորացել չեմ կարող պատասխանել կներեք մի փոքր հիվանդ եմ Չեմ ուզում պատասխանել Չգիտեմ Ամուլսար, այո, գիտ որտե է, Տաճկաստան